Սիրելի հայրենագիտներ, Արևմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և համագիրներ, այս շաբաթ ևս մենք շարունակեցինք հետևողական կերպով զարգացնել մեր պետական և ազգային նպատակները, հենվելով պատմական արդարության, միջազգային իրավունքի և մեր ժողովրդի անկախտելի իրավունքներուն վրա։ Մեր գործունեության առանցքը կշարունակե մնալ պետության լիարժեք հաստատման, միջազգային ճանաչման և ազգային իրավունքներու վերականգնման գործընթացը։ Աշխարհաքաղաքական այս բարդ ժամանակաշրջանին Արևմտյան Հայաստանը հանդես կգա որպես օրինական իրավահաջորդ և պետականության շարունակող, հիմնված Սևրի պայմանագրի, ազգերու լիգայի և հետագա իրավական գործողություններու վրա։ Մենք մշտապես կհիշեցնենք ազգային կառույցներուն, թե հայկական հարցը փակված չէ և Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ունի իրավական և պատմական լիազորություն ներկայացնելու մեր ժողովրդի շահերն ու պահանջները։ Այս շաբաթ մեր դիվանագիտական ներկայացուցիչները շարունակեցին աշխատանքները բազմաթիվ միջազգային հարթակներու մեջ, ներկայացնելով շարք պաշտոնական գրություններ և դիրքորոշումներ։ Մենք ընդգծեցինք, թե մեր նպատակը ոչ թե հակամարտություններու սրումն է, այլ արդարության վերականգնումը խաղաղ և իրավական միջոցներով։ Մեր ազգային ժողովը շարունակեց քննարկումները պետական կառավարման հստակեցման, ընտրական գործընթացներու և միջազգային ներկայացուցչության հարցերով։ Նախընտրական շրջանը կընթանա ըստ սահմանված կարգի, և մենք վստահ ենք, թե առաջիկա նախագահական ընտրությունները պիտի ըլլան ևս մեկ հաստատում մեր կազմակերպչական կայացման ուղիին։ Մենք կոչ կուղենք մեր քաղաքացիներուն շարունակել աշխույժ մասնակցությունը պետական և հասարակական գործընթացներուն, մնալ միասնական, կազմակերպված և հետևողական։ Միայն համախմբված ջանքերով կրնանք ամրապնդել մեր դիրքերը միջազգային ասպարեզին մեջ և պաշտպանել այն իրավունքները, որոնք պատմությունը և իրավունքը մեզի վերապահած են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը փոքր պետություն չէ։ Այն ունի մեծ առաքելություն։ Այն մեր ժողովրդի պատմական հիշողության, արդարության պահանջի և ապագայի հույսի մարմնավորումն է։ Մեր պայքարը արդար է, մեր ճանապարհը օրինական է, իսկ մեր նպատակները իրագործելի։ Շնորհակալություն։